Այս տարվա ապրիլը օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է կլիմական նորմայից բարձր 1-ից 2 աստիճանով, տեղումների քանակը նորմայի սահմաններում, այսինքն մեզ սպասվում է տաք եւ բավարար տեղումներով ապրիլ։ Հիմնականում ապրիլ ամսին գերակշռելու են հարավային պրոցեսները, այսինքն արևադարձային լայնություններից ներթափանցող պրոցեսները, բայց չի բացառվում, որ հատկապես ամսվա վերջին օրերին առանձին օրերին մենք ունենանք արկտիկական ցուրտօդային հոսանքների ներխուժում։ Եվ այստեղ մեկ պարզաբանում, քանի որ ապրիլի տեղումների քանակի նորմաները բավականին բարձր են եւ տեղումների քանակը կանխատեսվում է նորմայի սահմաններում, դա ակնկալում է, որ մենք ապրիլին կունենանք բավականաչափ տեղումներ։ Հիմա ես ուզում եմ ներկայացնել այն առավելագույն եւ նվազագույն ջերմաստիճանները, որոնք ամսվա ընթացքում կդիտվեն հանրապետության տարածքում արևադարձային եւ արկտիկական ցուրտօդային հոսանքների ներթափանցման դեպքում։ Այսպիսով արևադարձային տաքօդային հոսանքների ներթափանցման ժամանակ ցերեկային ժամերին Շիրակում, Կոտայքի Արագածոտնի Վայոց ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 20-ից 23 աստիճան, Լոռիում մինչև 21-ից 25 աստիճան, Տավուշում մինչև 29-ից 31 աստիճան։ Արարատյան դաշտում ամսվա ընթացքում առավելագույն ջերմաստիճանները կտատանվեն +26-ից +30 աստիճանի սահմաններում, Վայոց ձորի նախալեռներում նորից 26-ից 30 աստիճանի սահմաններում, Սյունիքի Հովտային գոտում 28-ից 32 եւ Սյունիքի նախալեռնային հատվածներում մինչև 21-ից 26 աստիճան տաքության սահմաններում։ Երևանում ամսվա ընթացքում օդի առավելագույն ջերմաստիճանը կարող է հասնել մինչև +28-ից 30 աստիճանի։ Հիմա ուզում եմ ներկայացնել այն նվազագույն ջերմաստիճանները, որոնք կդիտվեն գիշերային ժամերին արկտիկական ցուրտօդային հոսանքների ներթափանցման դեպքում, այսպիսով Շիրակ, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց ձորի լեռնային գոտիներ, Գեղարքունիք, Սյունիքի լեռնային շրջաններ գիշերային ժամերին արկտիկական ցուրտօդի ներհոսքի դեպքում հնարավոր է ջերմաստիճանի անկում մինչև -6-ից -10 աստիճան, Լոռիում մինչև -2-ից -5 աստիճան, Տավուշի մարզում մինչև 0-ից -2 աստիճան, Արարատյան դաշտում բացասական ջերմաստիճաններ ուրախություն մեզ ամսվա ընթացքում չեն կանխատեսվում եւ նվազագույն ջերմաստիճանը ընդամենը սպասվում է 0-ից 3 աստիճան, Սյունիքի Հովտային գոտում +2, +5, իսկ Սյունիքի նախալեռնային հատվածներում -2, -5 եւ Երևանում նվազագույն ջերմաստիճանը կանխատեսվում է 0-ից 2 աստիճան տաքության սահմաններում։